Աստծո շնորհքի եւ ողորմության համար փառք Աստծուն։ Ճշմարտության 33 նիստերից կամ այսպես ասած թեմաներից հասանք 11-րդ թեմային, որը կոչվում է հավատք։ Ուրեմն մենք այսօր հավատքի մասին կխոսենք եւ հավատքը կնայենք 4 բաժիններով։ Առաջինը՝ ինչ է հավատքը, երկրորդը՝ ճշմարիտ հավատքի առարկան կամ օբյեկտը եւ աղբյուրը, եւ երրորդը փրկարար հավատք, չորրորդը հավատքի գործը եւ արդյունքը։ Առաջին բաժինը կոչվում է ինչ է հավատքը։ Եբրայեցիների 11:1-ից, որը ասում է հավատքը հուսացած բաների հաստատությունն է, չերևացած բաների ապացույցը։ Այսինքն ավելի լավ ոչ ոք չէր կարող նկարագրել հավատքը, քան որ Սուրբ Գիրքը ինքն է նկարագրում։ Ընդհանրապես ամեն ինչը, չէ՞ օրինակ մեղք թեման, եթե թողնես մարդկանց հազար ու մի բացատրություն են տալիս մեղք թեմային, բայց Սուրբ Գիրքը շատ պարզ, ամեն անիրավացի քայլ կամ անիրավություն կամ անօրեն քայլ մեղք է, շատ պարզ։ Նմանապես ասում հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացած բաների ապացույցը։ Աստծուն ուղղված հավատքը ապագա հույսի ներկա հաստատությունն է։ Ուշադրություն դարձրեք։ Չասում հուսացած բաների հաստատությունն է։ Այսինքն հույսը ինչ է։ Հույսը ապագային է վերաբերվում։ Հուսացած բանը, օրինակ ես հույս ունեմ, որ Աստված այս գործը կանի։ Հույս ունեմ կանի, սա հավատք չի, բայց հավատում եմ կանի։ Սա արդեն ապացույց է, այսինքն այն հուսացած բանը, որին դու հուսացած ես, որ Աստված պետք է անի, երբ որ դու հավատում ես, սա արդեն ապացույց է, որ 100%-անոց է այդ։ Նաև ասում է չերևացած բաների ապացույցը, սա արդեն վերաբերում է ոչ թե ապագային միայն, նաև անցյալին, չերևացած բաների ապացույցը, իհարկե անցյալին եւ նաև ներկային ներկայում են, այո, բաներ կան, որ ներկա ժամանակի մեջ են, սակայն չի տեսնվում, իսկ մենք հավատում ենք։ Սա կոչվում է հավատք, այսինքն չերևացած բաներ։ Պողոս առաքյալը ասում է, մի բան որ երևում է, ինչ իմաստ ունի, ասես հավատում եմ։ Օրինակ, այս միկրոֆոնի առջև դրված է։ Ես ասում հավատում եմ, այստեղ կա այսպիսի մի դետալ։ Անբնական մի արտահայտություն է։ Մարդիկ կարող ծիծաղել, սա ինչ արտահայտություն է, որ տեսնվում է, ինչ իմաստ ունի, հավատում եմ, որ այստեղ կա։ Սակայն եթե կողքի սենյակում է ինձ մեկը վկայում է, ես վստահում եմ նրան, որ ասում այնտեղ դրված է այսպիսի մի դետալ, ես ասում հավատում եմ։ Թեև չի տեսնվում իմ կողմից, բայց ես հավատում եմ, այդ հավատքը ապացույց է, նաև որ այդ դետալը կա։ Իհարկե հնարավոր է մարդիկ, գիտեք ինչ, ոչ թե անգամ դիտմամբ կարող է սխալվեն եւ նրանց ասած սուտ լինի։ Նրանք համոզված են մի բանի վրա, ասում են դու հավատաս եւ տեսնես իրականության մեջ այդ բանը հիմա չկա կամ չի եղել, ինքը պատմություններով աղավաղված է լսել։ Սակայն երբ որ Աստված է ասել, սա անսխալականն է եւ քո հավատքն էլ անսխալ է, ճիշտ է։ Դու հավատում ես, օրինակ, անցյալում եղել է, ասել ժամանակ է եղել է ջրհեղեղ, երկիրը ծածկվել է ջրով, դու չես տեսել դա։ Սակայն հավատում ես, որ եղել է։ Ժամանակ առ ժամանակ ավելի ապացույցներ են լինում, մարդիկ ապացուցում են, այո, հետքերը, դետալները, հետևանքները ցույց են տալիս, որ իրոք եղել է ժամանակ, որ երկիրը ծածկվել է ջրով, եւ ոչ թե միայն ծածկվել է ջրով, այո, կարելի է մեկը մտածի, հա, դե գրված էր, երբ որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը ջրով ծածկված է, դրա մասին չի խոսքը։ Խոսքը սրա մասն է, որ բնակություն է հաստատվել երկրի վրա, մարդու գոյության օրոնք նորից եղել է այնպիսի ջրի մի կույտ, որ ամբողջ երկիրը ծածկել է։ Ապացույցը է, որ մարդկանց ձեռքով պատրաստված տներ կամ որևէ գործիքներ մնացել են տիղմերի մեջ, հողի տակ եւ այլ բացահայտում են, այսինքն սա նշանակում է եղել է կյանք երկրի վրա ջրհեղեղով ծածկվել է եւ ջրհեղեղից հետո նորից շարունակվել է կյանքը հիմա որ կա։ Բայց ես չեմ տեսել, հավատում եմ, իսկ նրանք ապացույցներով տեսան եւ ասում են հավատում ենք, սրանց կարելի է ասել արդեն հավատք չէ։ Ապացուցված բան է, օրինակ նման սրան։ Մեկը ասում է, այս տունը պատկանում է, օրինակ, այս ինչանին, Պողոս Պողոսյանին։ Դու չես հավատում։ Մեկ որ թղթերը բերում են, ապացուցում են, թե Պողոս Պողոսյանը արդեն չկա։ Վկայական ասեմ,
Գտնում են եւ դու կարդում ես քո աչքով, տեսնում այո, իրոք որ այս տեղում գտնվող այս հասցեում եղած տունը Պողոս Պողոսյանն է պատկանում։ Հետո ասում ես հավատում եմ, սա արդեն հավատք չի։ Բայց Երանի նրան Տեր ասած ով չի տեսել հավատում է, մանավանդ հենց կոնկրետ իր անձի հետ կապված հարցերում, սակայն սա վերաբերվում է նաեւ ամբողջ աստվածաշնչային պատմության վկայություններին։ Ուրեմն հավատքը չերևացած բաների ապացույցն է, բայց հավատքը ինչ է։ Ինչու է պետք է նա որ մեկ ասի, լավ ինչ կարիք կա բացատրել ինչ է նշանակում հավատք, որտեվ իրականության մեջ շատերը չգիտեն ինչ է նշանակում հավատք։ Օրինակ որոշ խմբերի մեջ բացատրությունը տեսնես նրանք հավատք չեն հասկանում ինչ է։ Հավատալ չգիտեն, դա մարդու սրտի գործողություն է։ Մարդու մտքի հոգու գործողություն է։ Մարդու ներսի գործողություն է։ Եթե ես օրինակ հող եմ փորում, հա, կամ վազում եմ, դա իմ ոտքերից գործողությունն է, հա, կամ մարմնից, դրսևանց գործողությունն է, բայց հավատալը մեր ներսի գործողությունն է։ Սակայն մարդիկ դա չգիտեն, որ հավատքն էլ գործողություն է։ Այլ ինչ են ասում։ Օրինակ միտեղ ասում են, տեսնում են մի երկար մազերով ոչ հավատացյալ աղջիկ է քայլում, ետևից նայում են մազերը շատ երկար, գեղեցիկ, երկու ինչ-որ խմբի հավատացյալներ, ասում են այս սրանից հո հավատացյալ դուրս չի գա, գիտեն մազերով է հավատացյալ լինելը։ Մազելի երկարելը չի հավատքը։ Հավատքը սրտի գործողություն է, որ հավատում ես Աստծո վկայություններին։ Այսինքն մարդը հավատում է։ Հնարավոր է հավատալ չհնազանդվել, եթե դրսևանց թեկուզ եթե մի քայլ ճիշտ չէ, կարելի ասել աննազանդ հավատացող է։ Չէ, Հակոբոսը դևերն են հավատում եւ սարսափում։ Ասես դևերը չեն հավատում Հիսուսին։ Նրանք իրենց աշկով են տեսել Հիսուսին։ Ասես նրանք չեն հավատում Հիսուսի խաչին, որ եղել է խաչելություն։ Հավատում են Հիսուսի հարությանն են հավատում, որտեղ ես ծառաներ, ես մարդ ծառաները կանգնած են եւ իրանք տեսան հրեշտակների ներկայությունը Հիսուսի հարությունը, գերեզմանի բացվելը։ Սակայն ասում են նրանք հավատում են, բայց չեն հնազանդվում։ Ինչու համար եմ սա ասում, գուցե մեկ ասի, այո, դրսևանց քայլերը կապված է հավատքի հետ, գուցե կապված լինի հավատքի հետ, բայց Սուրբ Գիրքը ասում է կա հավատացող, բայց չհնազանդվող, հենց դևերը, սատանան, հավատում է, չեն հնազանդվում, նմանապես շատ մարդիկ կան, հավատում են Քրիստոսի երկրորդ գալստյան, հավատում են Քրիստոսի խաչին են, հավատում են Քրիստոսի մասին եղած բոլոր պատմություններին, բայց չեն ապաշխարում, որ ասես չեն հավատում, սխալ կլինի, նրանք հավատում են, սակայն չեն հնազանդվում։ Դրա համար ուզում եմ մենք հասկանանք, որ հավատալը դրսևանց բաների վրա կարող է ազդել, ասենք դրսի գործերի վրա մեր, սակայն ընդհանրապես նա առանձին մի գործողությունն է, դրսի հետ կապ չունեցող։ Ներսի գործ է, որը կարող է մարդը իր որոշումով իր հավատացածին հնազանդվել դրսևանց պտուղ ունենա, կարող է եւ չհնազանդվի պտուղ չունենա։ Սա ուրիշ հարց է։ Սակայն հավատքը հենց չերևցած բաների ապացույցն է կամ հուսացած բաների հաստատությունն է։ Օրինակ այս հարցում եմ հավատացել, որ Տեր Հիսուսի անունով ես ներված եմ։ Իմ հավատքս արդեն ապացույց է, որ ես ներված եմ, ներում ստացած եմ։ Սակայն մարդկա չի հավատում, մինչև չհավատա, չի ստանա։ Այսինքն նա քանի հավատք չունի ներման մասին, ուրեմն ապացույց էլ չունի, որ ներված է։ Շատերը ուրիշ ապացույցներ են ընտրում, բայց Աստված ապացույցը դնում է մեր ներսում։ Տեր Հիսուս ասում էր, հավատում ես, որ կարող եմ այդ բանը քեզ համար անել, չէ՞ կույրին։ Ասում էր, այո, Տեր։ Նրա հավատքը ապացույց էր, որ Տերը կարող է անել եւ հաստատություն էր, եւ հաստատվեց իր հավատքի պտուղը։ Իհարկե մենք խոսում ենք Աստծո վկայություններին հավատալու մասին, Աստծո ավետարանին, որտեվ հավատքը մի կարողություն է մարդու մեջ, որը բոլոր մարդիկ ունեն։ Սակայն նայած ով ումն է հավատում կամ ինչին է հավատում։ Անկամ մարդիկ հավատում են խաբած վիճակով սուտ խոսող մեկին։ Իսկ մեր ասած հավատքը նախ ուղղված է Աստծո նաև փրկության հավատքի մասին է, որ մարդը կարող է փրկվել իր մեղքերից եւ մեղքերի հետևանքից, որ ում ուզում ես հավատա, թեկուզ մարդիկ ճիշտ են խոսում, բայց նրանք քեզ փրկության խոստում չեն կարող տալ եւ եթե խոստանան էլ դա սուտ է։ Դրա համար եթե հավատաս որևէ մեկին փրկության համար կխաբվես։
Այդ իմաստով մենք ասում ենք, ել չկրկնեմ ուրիշ անգամներ, հավատք նկատի ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ, Աստծո խոսքի հանդեպ, Աստվածաշնչի հանդեպ։ Ուրեմն հավատքը նշանակում է նաև քո լսածը ընդունես։ Եթե մի բան լսում ես, չես ընդունում, նշանակում է չես հավատում։ Իսկ եթե ընդունում ես, նշանակում է հավատացիր։ Հավատը նշանակում է ընդունել, լսածին իհարկե։ Օրինակ ասենք Հովանու ավետարանի առաջին գլուխ 11-ից 13-րդ խոսքերը կարդամ, գրված է։ Տեր Հիսուսի համար է ասում. իրենների մեջ եկավ, իրենները նրան չընդունեցին, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տրվեց նրանց Աստծո որդիներ լինելու։ Նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արյունից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Ուշադրություն դարձնում եք 12-ում ասում, բայց որոնք որ նրան ընդունեցին, բացատրության մեջ ասում է իշխանություն տրվեց նրանց Աստծո որդիներ լինելու բութ, նրանց որ նրա անունին հավատում են։ Այսինքն այս տեքստում ընդունելն ու հավատալը նույն իմաստը ունի։ Ասում է իրենների մեջ եկավ, իրեններն նրան չընդունեցին, բայց որոնք որ ընդունեցին, հետո բութ է դնում շարակցության մեջ բացատրում է ովքեր նրա անունին հավատացին։ Հավատք նշանակում է լսածը ընդունել։ Հիսուսի մասի խոսք է գալիս մեզ։ Եվ մենք ընդունում ենք, որ հենց ինձ համար եկավ։ Իրենները չընդունեցին, որ ես փրկելու համար եկավ։ Ես ընդունում եմ իմ փրկության համար եկավ, եւ սա նշանակում է, որ ես հավատացի։ Կամ ուրիշ մեկ հատված նույն Հովանու ավետարանի 6:28-29 կարդամ ձեզ համար։ Ժողովուրդը տվյալ պահի, որ Հիսուսի շուրջ հավաքվել է, ասում են նրան ասեցին. ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրան. սա է Աստծո գործը, որ հավատաք նրան, որին նա ուղարկեց։ Ժողովուրդը ասում է, սա ինչ գործ է, բայց հարցով կարելի է չէ նայել։ Բայը գործողություն կատարող բառ է, չէ՞։ Եվ ինչ հարց է պատասխան, ինչ անել, չէ՞, հիմնականում ինչ անել, ինչ լինել, ինչ անել։ Ինչ անենք, որ Աստծո գործը գործենք։ Նրանք գուցե սպասում են, որ Տերը ասել զոհեր արեք, էս արեք, այն արեք, գուցե գումար բերեք, ոսկի բերեք Աստծո տան համար կամ որևէ գործողության մղել, բայց Տերը մղեց ներսի գործողության։ Հավատացեք նրան, ումը որ Աստված ուղարկեց։ Բայց նրանք չէին ընդունում սա գործողություն է։ Նրանք անպայման ուզում են ֆիզիկապես ոտով, ձեռով մի բան անել եւ նոր համարել, որ մի բան արեցին։ Բայց Տերը ոտի ձեռի գործը քեզնից չէր ուզում։ Ոտի ձեռի գործը դա հավատքի գործն է, եթե հավատաս անես։ Նրանց հետո մղվող գործ է, հավատքի ներսից մղվող գործ է։ Եվ Տերը ասեց. հավատացեք, այսինքն ընդունեք նրան, ումը որ Աստված ուղարկեց։ Կամ են Հռոմեացի 10:17-ում ասում է, ուրեմն հավատքը լսելուց է, լսելն էլ Աստծո խոսքից։ Այսինքն Պողոսի քարոզած հավատքը Աստծո խոսքին հավատալու մասին էր։ Հավատքը ընդհանրապես առաջանում է լսելուց։ Լսելն էլ գալիս է Աստծո խոսքից։ Իհարկե լսելը ուշադրություն դարձեք մի քիչ ավելի մանրացնենք, այսպես, որ ասում ենք լսելուց է լսել Աստծո խոսքից, գուցե մեկը ձայնով չլսի Աստծո խոսքը կարդա եւ հավատա։ Այսինքն սա չի հակառակում լսելը Աստծո խոսքից է, էլի Աստծո խոսքից ենք այո ընդունում։ Իսկ եթե չես ընդունում, չես հավատում։ Ուրեմն պարզ բացատրություն, ինչ է հավատքը, Աստված ձեզ օրհնի։ Հիմա մենք կանցնենք երկրորդ բաժնի, որը կոչվում է ճշմարիտ հավատքի առարկան, օբյեկտը։ Փրկության դետալի վրա պետք է նայենք։ Թեև հավատքի հետ կապված աշխարհում տարբեր օբյեկտներ կան, այսինքն տարբեր դետալներ կան, որոնց ժողովուրդը հավատում է։ Անհավատ մարդ չկա։ Եթե մարդը ստեղծված է այս զգարանով, այսինքն որ մրսում է կամ շոքում է, կարելի ասել մարդ չկա, որ այդ զգարանը չունենա։ Նմանապես մարդ չկա, որ հավատալու կարողություն չունենա։ Բոլորը հավատում են, բոլորը։ Թեկուզ են մարդիկ, որ Աստծուն մերժում էին ժամանակից սովետի, հիմա էլ կան, ճիշտ է, կարգը վերացավ, բայց մարդիկ մնացել են, որ մարդիկ չէին հավատում Աստծո գոյությանը կամ Աստծո գործերին, սակայն նրանք հավատում էին կապիկներին, օրինակ, որ կապիկները իրենց նախնիներն են, առանց ապացույցի հետել։ Դրա համար ասում եմ, անհավատ մարդ չկա, սակայն նայած թե ում հավատքը ինչին կամ ումն է ուղղված։ Մարդ կա հավատքը ինչ որ անձնավորության է ուղղված, մարդ կա իր հավատքը կենդաններին կամ էլ
քար ու թփին անշուշտ առարկաներին է ուղղված։ Հիմա հարցը է, որ մենք չենք խոսում ճիշտ ու սխալ հավատքների մասին, իհարկե անցած թեմաների մեջ նայել ենք, որ մեկը կամ մենակ Աստվածը, որ արժանի է հավատքի, ընդունելության, կյանքի համար հավիտենական մանավանդ եւ փրկության համար։ Հիմա մենք տեսնենք, թե մեր հավատքի օբյեկտը ով է կամ ինչ է։ Օրինակ Հովանու 14:1-ում գրված է, ասում է, ձեր սրտերը թող չխռովեն, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Օրինակ այս նեղությունները, փոփոխությունները շատ բաներ կան, որ մարդիկ հավատացել շատերը շփոթվում են եւ կորցնում են իրենց վստահությունը, հավատքը Աստծո վրա, որ իրենք կարող են Քրիստոսի գարստան Քրիստոսի հետ լինել։ Նրանք մտածում են չենք դիմանա կորչելու են։ Նշանակում է իրենք երևույթների են հավատում, ոչ թե Աստծուն։ Սակայն հավատացողը Աստվածաշնչային պատմության հերոսներից մեկի նման, Հեսուի նման, Նավեյան Հեսուն, որ ինքը ոչ թե նայեց բարձրահասակների զորությանը կամ նրանց քաղաքի մեծությանը, պարիսպների հաստությանը, այլ նայում էր Աստծո խոսքին։ Աստծո խոսքին էր հավատում, իսկ նա ընկերները հավատում էին իրենց աչքի տեսածին։ Հավատում էին, որ հաստատ մենք կործանված ենք, որովհետև մեր դիմացի մարդիկ բարձրահասակ են, հզոր են եւ նմանապես այսօր ավելի մեծ զորություններ կան, քան Երիքովի բարձրահասակները։ Այդ ժամանակ նրանց բոյը մի քանի մետր էր, հիմիկվա Աստծուն հակառակվողներից շատերի բոյը հասնում է երկինք, քանի կիլոմետր է իրենց կարողությունները։ Այնտեղից մարդիկ են հսկում, այնտեղից նայում են իրենց արբանյակներով, նրանց բոյը այդքան է։ Սակայն դրանից պետք չի վախենալ։ Եթե թշնամին է այդ հնարավորությունը օգտագործում, բնական է, Տիրոջ չհավատացողը պետք է վախենա։ Եթե այն մարդիկ 4 մետրանոց մարդկանցից 5 մետրանոց բոյով մարդկանց վախեցան, այսօր լինեին ավելի շատ կվախենան, որովհետև քանի կիլոմետրանոց աչքերից կվախենան, հա, վերևից նայում են։ Սակայն մեր Աստվածը մեզ խոստացել է, ես եմ քո Տերը, քեզ պետք է փրկեմ։ Հենց Տեր Հիսուս ասում էր, մի շփոթվեք, մի խառնվեք, Աստծուն հավատացեք, ինձ հավատացեք։ Մեր հավատքի հիմքը, որ ասում է Աստծուն հավատացեք, ասիկա սա է, Աստծո խոսքն է։ Թեև այո, եթե մեկը չհավատա Աստծո գոյությանը, ամոթ է ասել, իհարկե մեր ստեղծողին մենք դնում ենք կասկածի տակ շատ ժամանակ։ Մենք նկատի ունենք մարդկային ցեղը, որտեղ մենք բոլոր մարդկանց այսօր ներկայացուցիչն ենք աշխարհի վրա, չէ՞։ Մարդկությունը կասկածի տակ է դնում իր արարչին։ Արդյոք իրեն արարողը գոյություն ունի, թե ոչ։ Սակայն փառք Աստծո, որ մենք հավատացել ենք մեր արարչին։ Իհարկե դա հավատք է, որ մենք հավատում ենք Աստված կա, Եբրայեցիների գրքում ասում է, մեկը պետք է հավատա Աստծուն, որ Աստված նրա հետ գործի, իմանա, որ Աստված կա եւ վարձահատույց է իրեն փնտրողներին, չէ՞։ Առաջինը պետք է հավատա, որ Աստված կա, սակայն սա փոքր հավատք է։ Ոչ թե միայն հավատանք Աստված կա, այլ պետք է հավատանք Աստծո խոսքերին, Աստծո ասածներին։ Շատ-շատերն են հավատում, որ Աստված կա, բայց չեն իմանում որն է Աստծո խոսքը։ Նրանք շփոթված են, արդյոք ավետարանն է, թե մեկ ուրիշ գիրք է, թե Աստվածաշունչը ամբողջ է, թե կիսատ է, թե որն է։ Մեր հավատքի հիմքը Աստծո խոսքն է, ոչ թե մեր զգացումները։ Մեր հավատքը կախում ունի Աստծուց, ոչ թե Աստված մեր հավատքից։ Այսինքն, մեր հավատքը առաջնորդվում է Աստծուց, ոչ թե Աստված առաջնորդվում է մեր հավատքից։ Շատ տեղերում միջև հիմա այդ սխալը կատարում է Աստված, որ ապաշխարություն լինի այդ խմբերում, օրինակ գրված է Տիրոջ փրկարար գործի համար, փրկության հարցի համար է գրված, մարդիկ վերցնում են իրենց ցանկությունների մեջ են տեղափոխում խոսքը։ Օրինակ գրված է. եթե սրտով հավատում ես, բերանով դավանում ես, արդարանում եւ փրկվում ես։ Մեկնության մեջ Պողոս առաքյալը ասում է. եթե հավատում ես, որ Քրիստոս քո մեղքերի համար մեռավ եւ հարություն առավ, երբ որ սրտով հավատում ես Քրիստոսի մահվան եւ հարության, դու արդարանում ես, բերանով դավանում ես, փրկվում ես։ Բայց մարդիկ այս սուրբ խոսքը վերցե տեղափոխել են իրենց ցանկությունների մեջ։ Ինչ ուզում են, մեքենա, տուն, փող, ես ինչ, վերցնում են, ասում մենք հավատում ենք, որ կլինի Աստված կանի կամ ունեմ անգամ այդպիսի արտահայտություն են անում։ Ունեմ ես սա։ Բերանով էլ դավանում են իրենց ցանկությունը եւ գիտեն թե Աստված էլ կանի։
Ոչ մեկի համար Աստված չի կատարել մինչև հիմա, միայն նրանց միջի հովիվներն են վկայում, որ իբրև թե Աստված արեց, բայց խաբում են։ Օրինակ նրանք ինչ են դավանում, ես հավատացի, մեքենա ունեմ, եղավ։ Բայց դա հավատքի պատասխանը չէ, ժողովրդից հավաքած փողերի պատասխանն էր։ Աստված գործ է արել, Քրիստոսին տվել է։ Ես հավատում եմ, այսինքն կատարած գործին եմ հավատում։ Նաև նա հարություն է առել, ընդունում եմ դա, բերանով խոսում եմ, ինձ համար իրականանում է արդարությունն ու փրկությունը։ Այսինքն ուշադրություն դարձեք, որ ասացի, մեր հավատքն է առաջնորդվում Աստծուց, ազդված է Աստծուց, Աստծո խոսքից, ոչ թե Աստված մեզանց։ Իրականը սա է, իրական հավատքը։ Սակայն նրանց ուսմունքը ինչ է։ Նրանք ուզում են Աստծուն առաջնորդել իրենց հավատքով։ Խոսում ենք, հավատում ենք եւ դավանում ենք, որ անի Աստված, իբրև թե Աստված էլ հնազանդվի իրենց ցանկությունին։ Սա սրբապղծություն է անգամ կարելի ասել։ Դուք ով եք, որ ուզում եք Աստծուն ծառայի պես օգտագործել։ Աստված թագավոր է։ Առաջին Կորինթացիների 2:4-ից 8-ը կարդամ ձեզ համար, ասում է եւ իմ խոսքի քարոզությունը Պողոս առաքյալն ասում ասո ծառան, ոչ թե մարդկային իմաստության պատի խոսքերով են եղավ, այլ հոգու եւ զորության ապացույցությամբ, որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով։ Իմաստություն ենք խոսում կատարյալների հետ եւ ոչ էլ աշխարհի իշխանների իմաստությունը, որ պիտի խափանվի, այլ Աստծո ծածուկ իմաստություն ենք խոսում խորհրդով, որ Աստված հավցենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար, որին այս աշխարհի իշխանից ոչ ոք չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին հանի։ Ուրեմն ինչ է խոսում, մարդկային խոսքերով չէ, այսօր շատ իմաստությամբ, ճարպիկ խոսքեր են քարոզվում։ Ժողովուրդը չի զանազանում։ Մարդկային, ասես ասես, կարողության պտուղներ են։ Բայց Պողոս ասում է, թեև ինքը շատ մեծ իմաստություն ուներ, Գամաղիելի համար առաջին աշակերտներից էր, ասինքն գերազանց աշակերտներից։ Ոչ թե խոսում է մարդկանց իմաստությամբ, մարդկային պատի խոսք, այլ Աստծո զորությամբ, Սուրբ Հոգուց եղած խոսքերով։ Ասում է, որպեսզի ձեր հավատքը մարդկային իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով լինի, որտեղ մարդկային իմաստությունից ձեռք բերված հավատքը փլուզվող հավատք է։ Դրա համար մենք ասում ենք, մեր հավատքի օբյեկտը պետք է լինի Աստված եւ Աստծո խոսքը։ Այսօր շատ սխալված հավատացյալներ կան։ Օրինակ, գալիս են եւ սա են ասում. ես մի հատ լավ նորություն լսեցի, հերոստացույցով ապացուցում էին, որ այսինչ բանը Աստված է արել։ Գիտնականները սա են ասում։ Ես գիտնականների ասածով չի, որ պետք է հավատամ Աստծուն, այլ Աստվածաշնչով է։ Հակառակ գիտնականները այնքան ցածր են, որ նրանք պետք է քննվեն այս խոսքերով եւ ապացույց նրանք ճիշտ են խոսում, թե սուտ։ Ոչ թե գիտնականների ասածով ես հավատքի եկա։ Սա փլուզվող հավատք է։ Կամ էլ մեկ այսօր մոտեցել էր ինձ, ասում էր, գիտես ինչ, ես մի հատ երազ տեսա, երազում Հիսուսի տեսա։ Դեմ չեմ, գուցե տեսած լինես, բայց իրեն գիտեք ինչ ասեցի, ասի երազից ավելի հզոր Աստծո խոսք գոյություն ունի։ Աստվածաշնչով հավատա Հիսուսին, ոչ թե երազներով։ Մի կին եկավ, մի ամսից ավել հետ խոսացել եմ, առիթ կար, որ ամեն օր տեսնվում ենք աշխատանքի հետ կապված, օրը ամենակիչ ասենք ընդմիջման ժամանակam մեքենայի մեջ, ասենք ավտոբուսի մեջ տուն գալուց եւ այլ կամ իրանց տանը գործ է անում, անգամ իր ամուսինը հրավիրեց մի գործ անելու, ասենք տան վերանորոգման հետ կապված գործ կար, ինձ կանչեց օգնելու։ Ամեն օր մեկ ամիս համարյա խոսել եմ նրանց հետ Հիսուսի մասին, չէր ապաշխարում, ոչ գալիս էր ժողովի։ Մեկ էլ մի օր տեսա հավաքույթի տեղը նստած այս կինը։ Վերջում մոտեցասի, բարով ես եկել, ոնց էլա որ եկար ժողովի, բա եղբայր ջան, երազում ասма տեսա, դու եկար մի ապտակ տվեցիր աշկետուց կայս թռավ ասма։ Ու ասեցիր արի ժողովի։ Ես էլա եկա, ասքո տունը շինվի, կենթանի դեմդ կանած մի ամիս խնդրվում եմ, պատմում եմ, բացատրում եմ, այդքան արժեք չունեք, քան մի հատ երազ, հա։ Երազում էսպես է եղել։ Տեսնում շատ երազ ավելի մեծ հիմք են համարում, քան կենթանի, որ նրանց հետ խոսում ես։ Դա համար Աստծո խոսքը ավելի մեծ հիմք է, քան որևէ երազ։ Թեև Աստված կարող այո երազ էլ տալ, բայց շատ քչերն են որ զանազանում են Աստծո երազը որներ։ Որտեղ մի քան տեսակ երազներ կան, սխալ ու ճիշտ։ Եվ այլն։ Այսինքն, Աստծո խոսքը, որը Պողոս ասում է,
Ուրեմն մենք պետք է առաջնորդվենք Աստծո խոսքից։ Մեր հավատքի օբյեկտը չպետք է լինեն անգամ մեր երազները, մեր տեսիլքները, մեզանով եղած հայտնությունները, պետք է մենք հաստատվենք Սուրբ գրքով։ Աստված ձեզ օրհնի։ Ես իհարկե սրանով չեմ մերժում Աստծո պարգևները, բայց դրանք պետք է քննվեն այս խոսքերով, ասենք սա ավելի մեծ է, չափանիշ է, էտալոնը սա է։ Ուրեմն Աստծո հանդեպ եղած հավատքը առաջանում է Աստծո խոսքից, որ մարդը կարողանում է ընդունել լսելով կամ կարդալով, որ ասացինք։ Օրինակ Հռոմեացիների առաջին գլուխ 16-17 խոսքերում Պողոս առաքյալը ասում է, որտեղ ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որտեղ Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին, առաջ հրեայի եւ հետո հույնին, որտեղ Աստծո արդարությունը նրանով հայտնում է հավատքից հավատքի մեջ, ինչպես գրված է, թե արդարը հավատքից կապրի։ Ուրիշ թարգմանության մեջ ասում է հավատքով արդարացածը կապրի։ Ուրիշ ձև արդարացում չկա, կարող է մարդիկ իրար արդարացնեն ոչ հավատքով, ուրիշ ճանապարհով, բայց Աստծո առջև ասում է հավատքով արդարացածը կապրի։ Ինչպես որ գրված է կամ արդարը հավատքից կապրի, այսինքն այն արդարը, որ հավատքից է նրա արդարությունը, նա կապրի։ Նաև Աստծո խոսքին հավատացողը պետք է ունենա դավանություն։ Օրինակ Հռոմեացիների 18-13-ը կարդամ, գիրքն ինչ ասում, մոտիկ է խոսքը քեզ, քո բերանում եւ քո սրտում, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որտեղ եթե բերանով դիսին Տեր դավանես եւ սրտում հավատաս, թե Աստված հարություն տվեց նա մեռելներից կապրես։ Քանզի սրտով հավատում ենք արդանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար, որտեղ ասում է ամեն ով որ հավատա նրան չի ամանչի, որտեղ ասում է խտրություն չկա, իհարկե շարակցություն չկարդացի 17-րդ խոսքը միայն կարդամ եւ նայենք ինչ ասում։ Ուրեմն հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից, այսինքն ավետարանից մեր հավատքը։ Առաջին թուղթ Հովանու 5:14-15-ն էլ ձեզ համար կարդամ ինչ ասում։ Ես սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես ենք խնդրում, նա լսում է մեզ, եւ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք նրանց։ Սուրբ Գիրքը ցույց է տալիս, ինչ որ նրա կամքի պես է, այսինքն խնդրվածքի համար պահանջում է հավատքով խնդրված։ Դու չես կարող հավատքով աղոթք անել, եթե նրա կամքը չգիտես կամ նրա կամքի պես չես աղոթում։ Եթե նրա կամքի պես չի, նա չի պատասխանի։ Աստծուն ուղված հավատքը ունի նաև աճելու կարողություն, ասենք հավատքը ունի աճելու տեղ։ Եվ իհարկե 12-13-ում Հռոմեացիների խոսում այդ մասին, Եփեսացիների 4-13-ում նույնպես ասում որ մենք հավատքի մեջ աճենք, կատարյալ լինենք։ Երկրորդ Թեսաղոնիկեցի 1:3-ը նույնպես հավատքի աճելու մասն է խոսում։ Այսինքն ինչպիսին որ մենք կանք հավատքի մեջ, սա վերջնական չէ, դեռ մենք պետք է աճենք։ Ուրեմն երկրորդ բաժինը վերջացրեցինք, անցնենք երրորդ բաժինը, որը կոչվում է փրկարար հավատք։ Այս բաժինը երկու ենթաբաժիններով նայենք, փրկարար հավատքի ծագումը եւ հավատացողի կամքի դրսևորումը։ Այսինքն մենք արդեն խոսեցինք, սակայն կոնկրետ ուշադրությունը դրա վրա կդարձնենք, որովհետեւ գիտեք ոնց ուզես չուզես մենք ասել ենք, չէ, Աստծո խոսքի մեջ, եթե մի խոսք է ասվում, խոսքը, ասած ասած ռեմա ունի, թեմա ունի, իսկ տարբեր կողմերից կարելի է նայել, կարելի է տարբեր հարցերով նայել, ով, երբ, ինչպես, ում համար, որտեղ, սակայն մենք նայել ենք նույն համարից, օրինակ ինչ է հավատքը, բայց նույն համարից հիմա կնայենք ուրիշ հարց կամ ճշմարիտ հավատքի առարկան նույն համարից կարող հիմա ուրիշ հարց նայել, այսինքն փրկարար հավատքի ծագումը։ Օրինակ Հռոմեացի 10:8-15-ում գրված է, ասում է, բայց գիրքն ինչ է ասում, Սուրբ Գիրքը, ասում է մոտիկ է խոսքը քո բերանում եւ քո սրտում, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որտեղ ասում է, եթե բերանով Հիսուսին Տեր դառնաս սրտում հավատաս, կփրկվես, որտեղ ասում է սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով դառնում ենք փրկվելու համար։ Այսինքն փրկարար հավատքը ծնվում է ավետարանչական խոսքից, բարի լուրի ավետարանչական խոսքից։ Օրինակ, եթե մեկը ավետարանի խոսք չասի քեզ, թեկուզ Աստծո մասին շատ բաներ խոսի, դա քեզ համար փրկություն չի։ Այսինքն չես կարող փրկարար հավատք ձեռք բերել։ Օրինակ եմ ասում, մեկը խոսում է Նոյի մասին, Նոյը այսպես արեց, այնպես արեց, այնպես արեց, դու հավատում ես, այո, բարի է որ հավատում ես եւ ճիշտ է որ հավատում ես, որ պատմությունը այդպես է եղել,
բայց քեզ համար ինչ։ Ոչ դրա մեջ մեղքերի թողության խոստում ունես, ոչ էլ փրկության խոստում ունես։ Դրա համար ասում եմ ավետարանչական խոսքից է փրկարար հավատքը գալիս, որտեղ ավետարանչական խոսքը վերաբերում է ամենքից, մեզ վերաբերվող, քեզ վերաբերվող թեմայով է, որ դու փրկարար հավատք ձեռքը բերես կոնկրետ Հիսուսի անձի հետ կատարված գործով։ Եթե դու հավատաս, Քրիստոս քեզ համար մեռավ, սրտով հավատաս, բերանով դավանես, կարդանաս եւ կփրկվես Սուրբ Գիրքը ասեց։ Ուրեմն քեզ պետք է այս խոսքը հնչի, որպեսզի դու հավատաս եւ փրկվես։ Բայց խորամանկ քայլեր է կատարված այսօր աշխարհում, շատ եկեղեցիներից Քրիստոսը դուրս է հանված։ Իհարկե դրա մասին խոսվել էր Դանիելի մարգարեության մեջ, ասում է մշտնջենական զոհը պիտի հանեն։ Թեսաղոնիկեցիների գրքում են Պողոս առաքյալը ասում է խափանողը պիտի հանվի։ Ուրեմն Աստծո Քրիստոսի մասին եղած խոսքն է խափանողը։ Եվ երբ որ Քրիստոսի մասին խոսքը հանես, արդեն անօրինության մարդը կարող ազատ գործել, որտեղ մարդիկ տեղյակ չեն փրկությունից, տեղյակ չեն փրկարար հավատքից։ Եվ արդեն հանվում է Դանիել մարգարեության մեջ պետք է ասում աշխատանք տանը մի զորք տրվեց մշտնջենական զոհի հետ ամբարշտություն անելու եւ հանում են եւ ավելումքի պղծություն են դնում։ Եվ ասում է Տերը անգամ հայտնության մեջ իրոք ասած հայտնության Մատթեոս 24-ում ասում է ավելումքի պղծություն այն տեղում ուր արժան չէր։ Որտեղ եկեղեցում էլ Աստծո տան մեջ էլ եւ շատ եկեղեցիներից հանված են տարիներով Քրիստոսի խաչը չի շոշափվում, ձևական է, թռուցիկ խոսքերով են, ոչ բացատրություն, ոչ հիշողություն, բայց վերջը շատ պատմություններ, ամիսներով, տարիներով դասընթացներ են անում, այդ դասընթացում 50 դաս է, շաբաթը մեկ անում են, այդ 50 դասի մեջ Քրիստոս չկա։ Դուք պատկերացնում եք ինչ խորամանկություն, եկեղեցու զբաղեցնում են տարիներով բժշկարար թեման չկա, փրկարար թեման չկա, արդարացման թեման չկա, Քրիստոս չկա։ Աստված ձեզ օրհնի, որ դուք հիշեք, սա շատ կարևոր են։ Մեր փրկարար հավատքը Քրիստոսի անձի վրա եղած գործին է։ Դրա համար ասում է փրկարար հավատքի ծագումը, որտեղից է գալիս Քրիստոսի մասին եղած ավետարանչական խոսքից է։ Էլ չեմ ասում, անգամ ես Նոյի օրինակը, բերի Նոյի պատմության օրինակը, էլ չեմ ասում, որ անգամ Աստվածաշնչից հեռացած թեմաներն են դնում։ Շատերը իրենց փորձառություններն են պատմում եկեղեցիներում եւ այլ, օրեր ու ամիսներ են անցնում, այս մարդը իր փորձառություններն ու իր պատմությունները չի վերջացրել, որ անցնի ավետարանին։ Եվ սա դիտմամբ է կատարվում, մշտնջենական զոհն է հանվում։ Նաեւ առաջին Կորինթացիների 15-ի 1-4 խոսքերում Պողոս առաքյալը Կորինթացիների եկեղեցին ասում է. «Իմացնում եմ ձեզ եղբայրք այն ավետարանը, որ ավետարանից ձեզ որն էլ ընդունեցիք, որի մեջ կանգնած եք, որով էլ փրկվում եք այն բանով, որ ձեզ ավետարանցի, եթե ամուր բռնեք նրան, եթե զուտեղը չեք հավատացել, որտեվ ես առաջուց այն տվեցի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ գրքերի համար, եւ թե թաղվեց, թե երրորդ օրը հարություն առավ գրքերի համար»։ Սա է ավետարանը, սա է փրկարար հավատքի հիմքը, այստեղից է ծագում փրկարար հավատք։ Շատ պատմություններում մենք Աստծո նկատմամբ հավատք ձեռքը բերենք։ Օրինակ, պատմություններ կան աստվածաշնչային, որ մեզ պատմեն, մենք այդ պատմությունից կզգանք, որ իրոք Աստված ամենակարող է։ Եվ պետք է մեզ այս հավատքը։ Շեշտում եմ, այս ասելով, որ փրկարար հավատքի մասին խոսում եմ, չեմ ասում, ուրիշ հարցերով պետք է մերժենք, չէ, սակայն մեզ թեկուզ ամբողջ հավատքն ունենանք բոլոր հարցերում, բայց փրկարար հավատք չունենանք մեր օգուտն ինչ է։ Կարող է մի պատմություն լսել, որ ցույց տրվի, որ Աստված ամենաիմաստուն է, բայց Քրիստոսի մասին չխոսվի։ Բայց Պողոս ասում է, սա է ավետարանը, որը ես ընդունել եմ, ձեզ էլ տվեցի։ Քրիստոսը մեռավ մեր մեղքի համար, թաղվեց եւ երրորդ օրը հարություն առավ։ Սա է, սրանով եք դուք փրկվում եւ եթե պահեք փրկվելու եք։ Չլինի թե մոռանաք այս պատմությունը եւ զուր լինի ձեր հավատացած լինելը։ Ուրեմն կորսված մարդը հավատքով փրկվում է եւ դառնում է հավիտենական կյանքի ժառանգորդ։ Հովհաննես 3:16-ում ասում է. «Այնպես սիրեց, որ իր միածին որդին տվեց, որ ով որ հավատա», այստեղ նորից ցույց է տալիս
հավիտենական փրկության հավատքը որտեղից է ծագում։ Ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Թեման Աստծո որդին է։ Օրինակ Տերը չի ասում, Աստված այնպես սիրեց աշխարհը, օրինակ պատկերացրեք, որ ասեց, աշխարհը ստեղծեց, տվեց մարդուն։ Դա չի ասում։ Թե դրա մեջ էլ Աստծո սեր կա։ Սակայն փրկարար հավատքի մասն է։ Հավատա չկորսվել հավիտենական կյանք ունենա։ Հավիտենական կյանք ունենալու համար, հավիտենական կյանքի հավատք ստանալու համար դու պետք է հավատաս Աստծո որդի Հիսուս Քրիստոսին։ Դրա համար շատերը օրինակ հավատում են Աստծուն, Աստծո գործերին, տարբեր ուղղություններ կան, տարբեր հավատքներ կան, որոնց մեջ էլ շոշափվում է Աստված անունը, թե նրանց վկայությունների մեջ էլ ճիշտ վկայություններ կա, օրինակ, ասում են Աստված է ստեղծել երկինք երկիր, այո, ամեն։ Աստված ամենակարող է, ամեն, Աստված ամենագետ է, ամեն, բայց Քրիստոս չկա։ Հիշում եմ մի երկիր գնացի, որտեղ ոչ քրիստոնեական երկիր է, նրանք ինձ ասացին, լավ, ինչ տարբերություն մեր գրքի եւ ձեր գրքի մեջ։ Դուք ասում եք այսպես, մենք էլ ենք ասում, մեր գիրքն էլ ասում։ Ձեր գիրքը ասում է մի գողացի, մեր գիրքն էլ ասում մի գողացի։ Դուք ասում եք, օրինակ մի շնացի, մեր գիրքն էլ ասում։ Դուք ասում եք Աստված ամենակարող է եւ այլ, մենք էլ ենք ասում։ Ասում մի բան կա մեր գրքի մեջ, ձեր գրքի մեջ չկա։ Ասած ինչ ասում, մեղքերի թողության թեման չկա։ Մեղքերի թողության զոհը չկա ձեր գրքի մեջ։ Քրիստոսի խաչի գործ կա բացատրված։ Քրիստոսի հարության թեմա կա բացատրված, ձերն ուրա։ Շատ թեմաներ կան, գրքեր կան, որ Աստծուց կարող են խոսել, բայց փրկարար հավատքի թեման չունենան։ Կամ թեկուզ ունենան, շատ եկեղեցիներում, ինչպես որ ասացի, թեկուզ նրանց գրքում Աստվածաշնչում կա փրկության թեման, բայց նրանք շատ վաղուց մոռացել են այդ թեման։ Մոլորեցնողներ են քամբ կողքից գրքեր են գումարել դրել եկեղեցու վզին, որ եկեղեցին հազիվ հասցնի այդ գրքերը մատուցի եկեղեցու անդամներին եւ մոռացնել տան Քրիստոսին։ Ամեն ինչ ասում են նրանից, նրանով եւ նրա համար է։ Թեմաներն էլ պետք է լինեն նրանից, նրանով եւ նրա համար, Քրիստոսի համար, Աստծո համար։ Տերը ձեզ պահի։ Ուրեմն նմանապես 5:24-ում Հովանու կա վկայություն, որ ասում է ճշմարտ ասում եմ ձեզ, թե իմ խոսքը լսողը եւ ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ դատաստան չի մտնի, այլ մահից փոխվեց դեպի կյանք։ Գործքի 26:18-ում իհարկե հիշում եք ուրիշ թեմաների մեջ մենք ուրիշ պատճառով նայեցինք, նաեւ այդտեղ էլ ասում է ինձ հավատալով խավարից լույսի դառնան, չէ՞։ Եվ շարունակում է նաեւ ասում է սուրբերի հետ ժառանգություն ունենան։ Սատանայի իշխանությունից Աստծո թագավորություն դառնան։ Ինձ հավատալով Տերը չի ասում, օրինակ Պողոս գնա, քարոզիր աշխարհի ստեղծագործություն, թե դա էլ պետք է քարոզվի, սակայն փրկության համար դա թեմա չի։ Եվ իհարկե հավատքն էլ Աստծո պարգևն է։ Իհարկե ամեն ինչ Աստծո պարգևն է։ Տեսեք, Աստված մեր մեջ զգարաններ է, չէ՞, ստեղծել։ Ինչ որ կա նրանից է։ Կոնթանցների թղթում ասում է ինչ ունես, որ չես առել, բայց եթե առել ես, ինչ ես պարծենում չառածի պես։ Ամեն ինչ Աստծուց է, մատներն էլ Աստծուց են։ Հավատքն Աստծուց է այդ կարողությունը, սա բարի կարողություն է, սակայն գումարած այդ կարողությունը հատուկ էր Աստված բոլոր մարդկանց հետ աշխատանք է տանում, որ Քրիստոսին հավատան, եւ գալիս է պահ, որ բոլորն էլ հավատում են, սակայն պատահում է այսպես, ոմանք չեն ուզում հավատալ, ոչ թե չեն կարող հավատալ։ Աստված կարողություն տվել է հավատալ, ուղղակի նրանք մերժում են, չեն ուզում հավատալ, բայց եթե ուղիղ նայեն կարող են հավատալ։ Աստված բոլորին տալիս է, որ ունենան փրկություններ։ Ֆիլիպպեցիների 1:29-ում նաև խոսում ասում է. «Եվ ձեզ Աստծուց շնորհք եղավ Քրիստոսի համար, որ ոչ թե միայն հավատաք նրան, այլ նրա համար չարչարվել է»։ Այսինքն շնորհք է, թե հավատալ, թե չարչարվել, սակայն այստեղ ցույց է տալիս Քրիստոսի վրա եղած հավատքը Աստծուց շնորհք է դա։ Այնպես որ դա մեր, ասած ասած, սեփական հերոսությունը չի, մեր մեջ եղած հարստությունը չի։ Եթե հավատում ենք, Աստծո առջև պարծենալու բան չունենք։ Աստված է տվել։ Սակայն կարող է մեկը մտածի, ինչու է Աստված աչառություն անում։ Ինձ տվեց, ուրիշին չտվեց իմ հարազատին։ Աստված նրան էլ է տվել, բայց նա մերժում է։ Ես նման դեպքեր շատ եմ հանդիպել, պահի տակ մարդիկ, որ սկսում են լրիվ հավատալ, ուղղակի չեն որոշում, որ կյանքները փոխեն։ Նրանց ասել եմ, նա Աստծո պարգևն է, որ քեզ
տվեց հավատալու շնորհք, դու հավատում ես, բայց եթե դու սնամես չաճես, վերցվելու է քեզանից։ Եվ հիմա այդպես է շատերի մոտ, ոչ բոլորի մոտ, որտեղ շատերը քայլ արեցին, ոմանք էլ քայլ չարեցին, հիմա խոսում ես նրանք չեն հավատում արդեն Քրիստոսին, բայց հավատացել էին։ Ուղղակի քայլ չանելու պատճառով եղածը կորավ։ Սրանից էլ երևում է, որ ասես բոլորին տալիս է, մնում է, որ մարդիկ ճիշտ ժամանակին օգտագործեն դա, օգտվեն դրանից։ Եթե չօգտվեցիր կկորցնես։ Նաև հավատքը մի շնորհք է, որով մարդը փրկվում է, օրինակ օրենք թեմայի մեջ մենք նայել ենք, չէ, հավատքով ես փրկվում, ոչ թե օրենքի պահանջը կատարելով, օրենքի գործերով չի որ փրկվում ես։ Այսինքն հավատքը շատ մեծ հարստություն է։ Շատ բաներ կան, որ մեր կյանքի համար պետք են եւ արժեքավորվում են։ Սակայն եթե մենք մեր կյանքի մեջի բոլոր արժեքավոր բաները համեմատենք, իրար կտեսնենք Քրիստոսի վրա եղած հավատքը ամենաթանկն է։ Օրինակ եմ ասում, մի պայուսակ ունեմ, մեջը լիքը ոսկի, պատկերացրեք, եւ այս ոսկին ինձ բավական է քանի տարի ապրելու։ Օրինակ, այն մյուս պայուսակինն էլ արծաթներ են, դա էլ կարող է ինձ ապրեցնել այսքան ամիս։ Այն մյուսը այսինչ երկրի գումարներն են, օրինակ դոլար է, մյուսը եվրո, եւ մյուսը հայկական փող է։ Ամեն մի պայուսակի պարունակությունը կարող է ինձ օգնել, ես ապրեմ այսքան։ Հավատացեք, 100 տարի ոչ մեկ չի կարող քեզ ապրեցնել։ Գուցե եւ 100 տարի ապրեցնի, եթե կարողանաս ապրել։ Սակայն հավատքը հավիտենական կյանքի հարստություն է։ Գուցե 100 տարվա գումար ունենաս, բայց առողջություն չների բոլորը ծախսես, բայց հավատքը եւ առողջություն տվող է եւ ապրեցնող է։ Քրիստոսով հավիտյան ես ապրելու։ Ուղղակի մենք հիմա չենք կարող պատկերացնել, որտեղ հավիտենությունը չենք կարող այդպես պատկերացնել, հավիտենական կյանք տվող բանն էլ չենք կարող պատկերացնել, բայց գոնե համեմատելով զգանք ինչ-որտեղ եւ հետևեք պահեք։ Այսինքն դու չպետք է անտարբեր լինես այս հավատքի նկատմամբ։ Հիշիր քո հավատքի աղբյուրը, Քրիստոսի մասին խոսքը, եւ կզորանաս քո հավատքը կաճի։ Գաղատացիների 2:21 վկայությունը կա, ասում է. «Եվ ես Աստծո շնորհքը չեմ անարգում, որտեվ եթե արդարությունը օրենքից լիներ, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ»։ Այս բաժնի երրորդ բաժնի երկրորդ ենթաբաժնի կոչվում է հավատացողի կամքի դրսևորումը։ Փրկվելու համար ասում է հավատացողի փրկարար հավատքի հետ միասին անհրաժեշտ է նաև հավատացողի կամքի դրսևորումը։ Ինչպես որ խոսքի մեջ ասած ենթաբաժնում անցած, մարդիկ հավատում են, բայց կամք չեն տալիս փոխվելու, Աստծո ետևից գնալու, Աստծո համար ապրելու, Աստծո ժողովրդի մեջ մտնելու։ Դրա համար ասում է հավատքը մեծ բան է, բայց այդ հավատքը պետք է դու գործի դնես։ Հավատքը պետք է օգտագործես, պահես, թեև հավատքն Աստծո պարգևն է, սակայն լինում են մարդիկ, որ որոշում են Աստծո կամքին չհետևել կամ որոշ մարդիկ հետևել։ Ուրեմն ասենք թեկուզ Աստված հավատքը տալիս է, որ մենք ասենք Աստծո պարգևն է, բայց էլի բռնակալ չի։ Տալով հանդերձ նորից հարգում է քո կամքը։ Թողնում է, որ դու այդ մեծ օրհնությունը քո մեջ ունենալով հանդերձ էլի կամքդ չկորցնես։ Եթե մարդու կամքը չդրսևորեր, կնշանակեր ասպես, հավատքը Աստված հենց ում սիրտը լցեց, վերջին էլ չի կարող հավատացել չդառնա, չէ՞, տենց է լինելու, բայց զարմանալի Աստծո արդարությունը, սրբություն է, հավատ տալով հանդերձ էլ, մեծ հավատք ունենալով հանդերձ դու էլի կարող ես հանկարծ ասես, չեմ ուզում Քրիստոսին հետևեմ, չեմ ուզում նրան ընդունել։ Հովաննես ավետարանի առաջին գլուխ 11-13 խոսքերը կարդամ, գրված է. Իրենների մեջ եկավ եւ իրենները նրան չընդունեցին, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տրեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արունից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Այսինքն ուշադրություն դարձրեք, բոլորին հավասար, այսինքն անգամ իրեններին եկավ, այն ամեն բաները արեց, որ բավական էր հավատալու, ընդունելու, փրկվելու։ Սակայն մարդիկ չընդունեցին։ Ընդունելության առջև էին կանգնած, ով ընդունի, փրկվի, ով չընդունի, զուրկ մնա Աստծո շնորհքից ու ողորմությունից։ Եվ ասում է, ով որ ընդունից հետո խոսում է ընդունողի համար եղած օրհնության մասին։ Սակայն սա էր Աստված բոլորին հնարավորություն տալիս է ընդունելու։ Սակայն մարդկա չի ուզում ընդունի, արդեն նա ինքն է դրսևորում այդ չընդունելու
գործը, ոչ թե իբրև Աստված չի ուզում ոմանք չընդունեն։ Հովանու 12-ի 42-43 խոսքերի մեջ գրված է, ասում է, բայց եւ այնպես ասում է իշխաններից շատերը Հիսուսի ժամանակում իշխանավորներ կային, առաջնորդներից ժողովրդի, ասում է, շատերը հավատացին նրան, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովրդը դուրս չգցվեն, որտեղ մարդկանց փառքը ավելի շատ սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Նորից պատմությունը վկայում է, Տեր Հիսուս Քրիստոսի երկրի վրա եղած ժամանակ իշխանավորներից շատերը ասում է հավատացին, այսինքն Աստված նրանց ամեն հնարավորություն տվեց ապացուցելու Հիսուսնով է։ Հավատացին, Հիսուսը ամեն ինչ արեց, որ ապացուցի ինքը ով է, եւ նրանք համոզվեցին, հավատացին, սակայն ասում է կշեռքի դրեցին իրենց համար մարդկանցից եղած փառքը ավելին եղավ ըստ իրենց, քան Աստծուց եղած փառքը, որտեղ եթե Հիսուսին ընդունեին, փարիսեցիներն նրանց ժողովրդներից դուրս կհանեն։ Հիմա էլ կան մարդիկ, գալիս են ասում են, գիտեք ինչ, մեր բարեկամներն ասում են, մեր հարևաններն ասում են, եթե դու Հիսուսին հավատացալ դառնաս, մեր հետ շփվես եւ այլ։ Հարցը սա է, որ հավատքը ստանում են բոլորը, պարգև է։ Իրոք Աստված անաչառ է, բարի է, սուրբ է։ Աստված մեղադրելի չի, որ իբրև ոմանց հավատ տա, ոմանց չէ։ Բոլորին տալիս է, բայց ոմանք իրենց կամքը չեն դրսևորում, որ ապաշխարեն։ Նաև հավատքը իհարկե կապ ունի Քրիստոսի մասին բոլոր վկայություններին։ Նա անգամ երկրորդ գալստյան եւ հավիտյանական կյանքի մեջ եղած բոլոր վկայություններին։ Աստված մեզ փառքի է կանչել։ Սակայն պատահում է, որ մարդը ոչ թե չի հավատացել, ընդունել է Քրիստոսին, բայց հետևանքը չգիտի։ Ինչ հետևանք ունի իր հավատքը։ Նրան թվում է, թե սովորական հավատք է ընդունել է, թե սիրում է Քրիստոսին, հետևում է, բայց չգիտի արդյունքը ինչու է։ Լինում է նման մարդկանց հանդիպեն ենք, բայց Հովհաննես առաքյալը նրանց ասում է, առաջին Հովանու 5:11-13-ում գրված է, ասում է, սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, կյանք ունի, եւ ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Այս բաները գրեցի ձեզ Աստծո որդու անունին հավատացողներին, որ գիտենաք, թե հավիտենական կյանք ունեք։ Ուշադրություն դարձնում եք, մարդիկ կան հավատացել են, որդուն ընդունել են Աստծո իրենց սրտում, բայց չգիտեն ինչ ունեն։ Բայց Հովհաննես ասում է, գրում են, որ իմանաք դուք, որ հավատացել եք, հավիտենական կյանք ունեք։ Աստված ձեզ պահի եւ վերջում հավատքի գործը եւ արդյունքը 4-րդ բաժինը հավատ թեմայի մարդու սրտում եղած հավատքի տեսանելու ապացույց ասում է նրա բարի գործերն են։ Եթե մեկը իրոք ասում է ես հավատում եմ Աստծուն, բայց գործ չունի, ինչպես է ապացուցելու, որ հավատք ունի, ուրեմն իրական հավատքը մեր կյանքում փոփոխություններ է ստեղծում։ Հանկարծ մեկը հիմա գա, ասի գիտեք ինչ, հաղորդեցին, որ 2 րոպե հետո այս տարածքում մեծ երկրաշարժ է լինելու, ամեն տները փուլ են գալու, պատկերացրեք։ Ես ասեմ, հա, հավատում եմ։ Ինչ իմաստ, անկախ ինձանից հավատացած լինելս, ինձ կստիպի փախնել դուրս, որ տունը գլխից փուլ չգա։ Չէ՞։ Հավատքը գործ ունի անելու։ Եթե ես հավատում եմ իրականում Քրիստոսին, Քրիստոսն ասում է, ինչ պարագայում մարդը կդատվի, ինչ պարագայում կփրկվի։ Այդ ճշմարիտ հավատքը, ընդունածդ հավատքը, որոշումը քեզ կստիպի դու արդեն քայլ անես։ Ես առաջ մտածում եի օրինակ, դե կյանքը սա է, այս կյանքում ինչ վայելեցի, սրանց ենկոմ էլ աշխարհ չկա։ Դա էր միտքս եւ դրա համեմատ էի ապրում։ Սակայն երբ որ ընդունեցի Հիսուսի խոսքը, արդեն ուզել էլ չեմ կարող առաջվա նման մտածեմ։ Այսինքն հավատքը ինձ նոր գիտություն տվեց, նոր գաղափար տվեց։ Դրա համար սա գործնական արդյունք է, մարդու մեջ փոփոխություն է դրսևորված, հենց ասում եմ բարի գործերի վկայություն, բարի գործերի արկայություն, որ մարդը իրոք հավատացել է Քրիստոսին։ Այո, մեր գործերը ցույց են տալիս մեր ով լինելը։ Առակաց գրքում ասում է մանուկ երեխայի գործերով անգամ կարող ես իմանալ նրա սրտում ինչ կա։ Մեր գործերը վկայում են, մեր սրտում, մեր հասկացության մեջ մենք ինչ ունենք։ Եթե գործ չկա, ուրեմն այդ հավատքը մեռած հավատք է, անպտուղ հավատք է։ Մատթեոս 7:21-ում օրինակ Տեր ասում, ոչ թե ամեն ինչ Տեր ասողը կմտնի երկնքի հարքացություն, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Շատերը չէ միակողմանի են վերցում։ Օրինակ չարի բնավորությունը ոնց է, Տեր Հիսուսի միակողմանի է ներկայացնում խոսքը։ Գրված է քեզ ցածքից հրեշտակները քեզ կպահեն։
Տեր ասես նաև գրված է զուգահեռ խոսքը բերեց։ Մի փորձի Տիրոջ քո ասուն։ Շատերը ասում են գրված է ով Տիրոջ անունը կանչի կապրի։ Այո, նաև գրված է ամեն Տիրոջ անունը կանչողը չի որ պետք է ապրի, այլ նա ով երկնային հոր կամքն է կատարում։ Նաև գրված է Աստծո կամքը կատարողը պիտի ապրի, ոչ թե ամեն Հիսուս կանչողը։ Դրա համար ինչը Հակոբոսի 2:14-17-ում էլ հենց այդ խոսքը բանավոր շատ ասեցի, ասում է ինչը օգուտ եղբայրս, եթե մեկ ասի հավատք ունի եւ գործ չունենա, միթե հավատքը կարող է ապրեցնել նրան կամ փրկել նրան, խոսքը սա է։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի եւ օրվա վերջը, օրինակ, եթե հավատքը մղում է գործանում չես անում, ասում է ինչ օգուտ։ Եվ 17-րդ խոսքում ասում է այսպես էլ հավատքը եթե գործ չունենա, ինքնին մեռած է։ Հետո շարունակում է ասում դևերն են հավատում, բայց ինչ օգուտ որ փրկություն չունեն։ Ուրեմն մեր գործը պետք է կենթանի լինի, թե մենք այո հավատքով ենք փրկվում, ոչ թե օրենքով, խոսքը ասում է, սակայն օրենքը հակառակ չի հավատքին։ Օրենքը ստիպում է մեզ, մենք մեզ տեսնենք, հաճախակի ասել ենք, որ հավատքով Քրիստոսին դիմենք, Քրիստոսի փրկության կարիքը զգանք։ Եվ Հռոմեացի 3:20-ը ասում է, որտեղ օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդարանա, նրա առաջին, որտեղ օրենքով լինում է մեղքի գիտությունը։ Գաղատացի 3:11-ն է նույն վկայություն ունի, ասում է, եւ թե օրենքով ոչ ոք չի արդարանում, սա հայտնի է, որտեղ արդարը հավատքից կապրի, այդպես է գրած, ոչ թե օրենքից կապրի, ոչ թե օրենքին հնազանդված արդարը կապրի, այլ հավատքով արդարացած մարդը կապրի։ Փաստորեն հավատքին չէ դառնում, հավատքը դառնում է մի միջոց կամ ձեռք, ասենց ասած, որով վերցնում ես Աստծո խոստումները, օրհնությունները, փրկությունը։ 11 Եբրայեցիների 6-ը կարդամ ձեզ համար, ասպես է գրված այդտեղ, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն, որտեղ ասում մոտեցող պետք է հավատա թե նա կա եւ իրեն խնդրողներին վարձահայտույց կլինի։ Ուրեմն հավատքը կարևոր ակտ է, ասում առանց հավատքի անհնար է Աստծուն հաճո լինել։ Մեկին օգնես, մեկին հաստատվիր, մեկին օգնություն ցույց տվիր եւ մարդը կարծում է թե սրանով է հաճո լինելը, բայց հաճո լինելու առաջին գործը սա է ասում։ Առանց հավատքի ինչ բարի գործ ուզում ես արա։ Եթե հավատք չունես Քրիստոսի վրա, Աստծուն հաճո չես։ Վերջ։ Ոչ մի բարի գործ առանց հավատքի քեզ հաճո չի անի Աստծո։ Հավատքը լսած խոսքը ընդունելն ու դրա հետ հոժարվելն է, որով հավատացողը վերցնում է Աստծո բարիքները։ Աստվածային հավատքի օբյեկտը ճշմարիտ Աստված է, որի աղբյուրը աստվածաշնչային խոսքն է, իսկ փրկարար հավատքը ծնվում է Հիսուս Քրիստոսի փրկagorցության մասին վկայություններից։